Ուրեմն բակտիվենոտակու շիճետանյան շիշամրիտա մենք տեսել շարունակում ենք քննարկել հոգևոր առաջընթացի կամ հոգևոր ճանապարհի բոլոր վերնաչափությունները։ Ես ամեն անգամ ստիպված եմ կնայեմ, որ այդ վերնաչափությունները իրանք արդիական են անկախ նրանից, թե մարդը ինչ կրոնական պատկանելիություն ունի, որտեղ դեպի Աստված ճանապարհը նույնն է, հոգին ինքը ունի իր ստանդարտ կեղտոտվածությունները, այդ կեղտոտվածությունները ունեն իրանց ստանդարտ մաքրվելու ձևերը, եւ ասենք դիվանասանության պայմաններն էլ որպես ինքը հայտնվի մեր առաջ, միշտ մնում են ամփոփող եւ նույնը։ Ուրեմն անկախ նրանից, թե մարդը ինքը ինչ կրոնական պատկանելիություն ունի, ինքը պետք է գրագիտություն ունենա, թե ընդհանրապես հոգևոր կյանքի փուլերը ինչպես են անցնում։ Եթե մենք այս պահին արդեն խոսալու ենք միայն բակտիի մասին, մնացած բոլոր ճանապարհների մասին խոսալու ենք շատ թռուցիկ, որովհետև իրականում մարդը, հոգևոր մարդը ինքը պետք է այնքան խոնարհ լինի, որպեսզի կարողանա ընդունի Աստծո կամքը։ Ընդհանրապես պետք է հետաքրքիր բան կա, էլի, ամենակարևոր բաները Աստված մի անգամ է ասում։ Հենց հետաքրքիր է, այդ անկարևոր բաները ինքը կարող է միլիոն անգամ կրկնի, բայց ամենակարևոր բաները ինքը մի անգամ է ասում։ Իրական ես երկար ժամանակ մտածում էի, ոչ թե պիտի հարցնել, ինչի է այդպես վարվում, որ ամենակարևոր բան, ես դա նկատեցի, շատ էի զարմացել ու շատ ուզում էի իրան հասկանալ, թե ինքը ինչի է այդպես վարվում։ Հետո վերջապես հասկացա, որ դա ինքը այդպես պաշտպանում է հոգևոր ճանապարհը, որովհետև ամենակարևոր բաները նկատում են միայն անկեղծները։ Դրա համար ինքը իրանց համար, որտեղ իրանք միշտ ուշադիր լսող են, մի անգամ ասում անցնում առաջ։ Ինքը շատ լավ գիտի, որ բոլոր դրանք ուղղակի որ եկել ես կրոնական դասլող տալու համար, որ ինչ-որ նախատիվեր լուծեն, ազատագրում ստանան, իրանց էլ ողջավորեն, ինչ անել ես անեն։ Իրանք այդ կարևոր բաները չեն նկատել։ Հա? Ուրեմն ինչ-որ նորից սկսեցի, որովհետև մոտավորապես 500 տարի առաջ իրական աստվածավորությունը ինքը մեր մորակի վրա հերթական մատնավորում մտվեց Չերտանյան տեսքով, իրբ որ ինքը եկավ, ինքը հազարավոր բաների մասին էր խոսում, իրանների հետ շատ լուրջ քննարկումներ էր ունենում, բայց ինքը եկել է դրա համար, որպեսզի հայտարարեր աստվածամերժության դարաշրջանում գործող կրոնականությունը։ Եվ որովհետև ինքը դա անելու էր արիացիների մշակույթով, չէ՞, մենք դες էլ բազմիցս խոսացել ենք, որ արիացիների կատարմամբ հոգևոր ճանապարհը ինքը բաղկացած էր 4 յոգաներից, չէ՞։ Կարմա յոգան, որտեղ կենդանյանքը ինքը կարգավորում է ինքը Աստծո հետ կապում է իր գործողությունները, Գյանա յոգան, որտեղ կենդանյանքը ինքը Աստծո հետ կապում է իր արժեքային համակարգը, Դհյանա յոգան, որտեղ կենդանյանքը ինքը Աստծո հետ կապում է իր կենտրոնացումը, եւ բակտի յոգան, որտեղ կենդանյանքը Աստծո հետ կապում է իր սիրո ունակությունը։ Եվ որտեղ Չերտանյան ինքը եկավ, այդքան բազմազան բաներ խոսալուց, անակ, ինքը մի հատ տեքստ ասեց տանը։ Ասեց, որ կա յոգայում, բակտի յոգան է գործում, և չկա ուրիշ ճանապարհ, չկա ուրիշ ճանապարհ։ Խելացիները, ովքեր որ ուշադիր են լսում Գերագույն Աստծո անձնավորությանը, իրանք անմիջապես ընկալեցին, որ Տեր Չերտանյան, այդ որ չկա 3 անգամ կրկնեց, ինքը փակեց 3 յոգաները։ Այսինքն, այս դարաշրջանում չի աշխատում կարմա յոգան, չի աշխատում գյանա յոգան, չի աշխատում դհյանա յոգան։ Բայց մարդիկ իրենք նրանք ովքեր որ այ ուշադիր չեն, եւ ում համար կարևոր է իրանց եկոն բավարարելն է, մեկ էլ նրանց խելոքի տեղ դնելը, խոնարհությունը չկա, էլի, չէ, իրանք շարունակեցին եւ կարմա յոգայով զբաղվել եւ գյանա յոգայով եւ դհյանա յոգայով, բայց ոչ մեկ չի կարող բարձրանալ, որ ստացավ այդ գործընթացներից որևիցե մեկի արդյունքը։ Որովհետև կարմա յոգան ինքը պետք է մարդու ազատի տարապանքներից հաստատի երջանկության մեջ, ոչ մեկ
բարոյականության կանոնները պահողներից ոչ մեկ չի կարող ասի, որպեսզի այդպիսի արդյունք է ստացել, ուղղակի հակառակը մենք կարող ենք տեսնել, որ շատ հաճախ ուղղակի հակառակն է տեղ ունենում, որ հենց բարոյականներին են ավելի շատ տանջում։ Ոչ մեկ չի կարող ասել, որ ուսումնասիրելով գիտելիքը ինքը կարողացել է հասնել ազատագրման, իմաստության այո, որոշակի խաղաղության այո, բայց ոչ ավելի։ Ազատագրման չի հասնում և ոչ մեկ։ Ինչ վերաբերվում է Դհյանա յոգային, որը մեր ժամանակներում պրոստը հենց իմինը այդ պրոցեսն է կոչվում յոգա, այդ պրոցեսը ինքը նախատեսված է նրա համար, որ վերջում կենդանյանը պիտի իր սրտում և բոլորի սրտերի մեջ տեսնի գերհոգու։ Ոչ մեկ չի կարող հպարտանալ, որ ինքը ունի այդպիսի արդյունք։ Հասկանում եք, հիմա սիրելիներ։ Ուրեմն ճանապարհները իրանք իրականում փակ են։ Բոլոր դեպքերում անձնավորությունը ինքը ինչ-որ մի բան մարզում է ու ինչ-որ մի թեթևակի 10% նյութական արդյունք ինքը կարող է ունենալ։ Այնտեղ բարոյականության մեջ է հաստատվում, դրա հաշվին կարողանում է հարաբերություններ պահել, որտեղ համբերատար է դառնում։ Մյուս տեղը ինքը իմաստուն է դառնում և դրա հաշվին հարգանք է ձեռք բերում։ Այն մյուս տեղը ինքը շատ ուժեղ ղեկավարում է ստանում իր մարմնի և մտքի վրա, և այդ ղեկավարումը ինքը այն մարդիկ, որոնք իրանք կարողանում են իրենց ղեկավարել, իրենք սովորաբար երբեք չեն լինում ենթակա դիրքում։ Եվ այսքանը հոգևոր արդյունքը ոչ մի այդ պրոցեսների չկա, որտեղ դեր չետարնյան պարզ ասես չկա, չի աշխատում, վերջացել։ Հիմա եթե դուք ինչ-որ գոհուժության պատճառով, հիմարության պատճառով, իցամաբեք այս պատճառով կփորձեք այդ ճանապարհներով գնանք, ձեզանից ոչ մեկ այդ ճանապարհի մեջ իր հոգևոր բանը արդյունքը չի ստանալու, այլ մնացել դուք ոնվում եք։ Բանոտ է աշխատելով։ Եվ իրականացնող անձնավորությունը դες չետանյայի տեսքով ինք ասես միայն բակցի յոգան։ Այսինքն, աստվածամեժության դարաշրջանում, որտեղ ծնվում են կենդանիները, ովքեր չեն սիրում Աստծո, իրանց միակ բուժելու ձևը դա Աստծուն սիրողներին լսելն է։ Եվ ուրիշ պրոցես գոյություն չունի։ Իր հերթին բակցի յոգան ինքը իր մասին ասում է, որ ինքը մնացած 3 յոգաները իր մեջ պարունակում է։ Բայց իհարկե արկատարունով որ տեղի ունենում բակցի յոգայի մեջ, ինքը տարբերվում է այն կատարումից, որ տեղի ունի առանձին պրոցեսում։ Մենք այդ ամեն ինչը ուսումնասիրելու ենք, մենք շատ հետաքրքիր ճամփորդություն ենք ունենալ այս գրքի մեջ։ Այսքան ժամանակ մենք իսկական ճիշտ ասած մեկ մտածում եմ առաջարկեի ձեզ, որ մի քիչ ավելի արագ շարժվենք, միգուցե մենք մի հատ հանդիպում անենք այսպես օֆլայն շաբաթ օրը եւ մի հատ էլ դասախոսություն ես զապիսով անեմ Կիրակի օրը, որ գոնե շաբաթը 2 դաս նայելով կնանք, չէ՞ արագ շարժվենք, համաձայն եք։ Այո։ Շատ որոշենք։ Հիմա եւ ուրեմն ճանապարհը բացի յոգան է։ Ինչու՞։ Իրանից հետո եկող հեղինակությունները իրենք, որտեղ հասկացողություն են զարգացրել, իրենք այսպիսի հայտարարություն արեցին, որ բացի յոգան, որովհետև ծանր հիվանդին ուժեղ տեղ է պետք։ Իսկ բացի յոգան իր մեջ պարունակում են գերագույն Աստծո անձնավորության հզորությունը։ Ինչու՞ դե բան, այն մնացած 3 պրոցեսներում, չէ, ինքը խոսակցությունը այսպիսին է, այնտեղ և կարմայոգայում, և գյանայում, և դհյանայում կենդանի էակը ինքը հենված է իրա ուժերի վրա։ Այսինքն գերագույն Աստծո անձնավորությունը, բացի նրանից, որ իրան ուղարկում է իրան համապատասխան հոգևոր ուսուցիչ, ուրիշ ոչ մի բան չի անում։ Երբ որ կենդանիակը ինքը զբաղվում է բակցի յոգայով, բակցի յոգան ինքը հենված է գերագույն Աստծո անձնավորության վրա։ Եվ գերագույն Աստծո անձնավորությունը այդտեղ որպես շահագրգիռ անձ մտնում է իր ամբողջ հզորությամբ։
Այսինքն ամենաթույլերին տրվեց անասելի հզոր օգնությունը, տաք սրտով գերագույն աստվածավորությունը, որ ինքը խառնվեց այդ պրոցեսի մեջ, որպեսզի ամենաթույլերին օգնի ծնկերից կանգնել, հետո սկսել շարժվել։ Ինքը հետո մտնում է իր անվան հզորությամբ, գիտելիքով, իր անձնական վերաբերմունքով եւ այլն եւ այլն։ Դա մենք չունենք հիմա մտանք արդեն այդտեղ, որտեղ սկսենք բանալ, չէ՞։ Բայց նախնական, որպեսզի մենք կարողանանք հասկանանք բացի յոգայի կառուցվածքը, չէ՞ որտեղ երբ որ մենք իշոնի տարածք ենք մտնում, մենք այդ տարածքը պիտի հասկանանք, չէ՞, որտեղ ենք մտել, այդտեղ ինչ կա, ինչ չկա եւ որտեղ ինչ պիտի տեղի ունենա։ Բացի յոգայի կառուցվածքը ինքը այսպիսին է, որ ընդհանուր առմամբ ինքը ունի երկու բան, կարող ենք ասել երկու փուլ կամ երկու բաժին։ Դրանցից մեկը կոչվում է սաթանա բակտի։ Սաթանա խոսքը նշանակում է օրենքներ, այսինքն բակտի, որը հենված է օրենքների վրա։ Եվ երկրորդ մասը ինքը կոչվում է բհավա բակտի, դա բհավա բառը նշանակում է զգացմունք, այսինքն պրոցես, որը ինքը արդեն զարթնեցնում է կենդանեակի ինքնահոգու զգացմունքայնությունը եւ այդտեղ կենդանեակը ինքը վերականգնում է իր հարաբերությունները Աստծո հետ։ Իր հերթին օրենքներին հետևելու փուլը բակտի իր հերթին բաղկացած է երկու մասից։ Առաջին մասը ինքը կոչվում է վայթի բակտի։ Վայթը յամնի յամը, ինչը կարելի, ինչը չի կարելի, սա փուլն է, որտեղ ազնվորությունը ինքը այդ նոր եկավ, պիտի հաստատվի կրոնական կյանքի մեջ։ Այս փուլում է, որ ազնվորությունը ինքը վերցնում է կրոնական պրակտիկան, այս փուլում է, որ մենք դեռ կտեսնենք, որ Մաքսիմիլիան Թախուրը ինքը կասի, որ այդ առաջին փուլում անպայման պետք է վերականգնվի, եթե հասարակություն կա, պետք է վերականգնվի վառնաշնտարման, այսինքն բարոյականության դաշտը, այսինքն վայթի բակտին դա այն պրոցեսն է, որտեղ աստվածամեջության դարաշրջանի ապրողը, որը ինքը անպայման գտնվում է կամ տգիտության կամ ամենալավագույն դեպքում կրքերի գոյավիճակի ազդեցության տակ, ինքը պիտի բարձրանա առաքելության գոյավիճակ։ Եվ այդ վայթի բակտին ինքը հենց այդ խնդիրներում հաստատում է կենդանեակին բարոյականության մեջ եւ զուգահեռ տալիս է գիտելիք Աստծո մասին, որի հաշվին կենդանեակը ինքը քայլ առ քայլ ավելի ու ավելի է կարդում գերագույն Աստծո աստվածությանը։ Եթե մենք ստրուկտուրայի տեսանկյունից խոսանք, չէ, ապա պիտի հասկանանք, որ հետևելով կանոններին, չէ, կենդանեակը ինքը պահպանում է իր հոգևոր կյանքը, իսկ լսելով գիտելիքը ինքը զարգանում։ Ես դա մի անգամ արդեն ասել եմ ձեզ, որ եթե կենդանեակը ինքը բաց թողումներ է ունենում այս երկու գործոնների մեջ, այսինքն քիչ է լսում եւ ասենք, բայց խիստ հետևում է կանոններին, մի ամբողջ կազմակերպություն կա, որտեղ դեռ սրանից 10 տարի առաջ այդ կամպանիան ինքը շատ ուժեղ զարգացած էր, որ շատ մեծ նշանակություն էր տրվում պրակտիկ գործունեությանը եւ լուսավորության process-ը ինքը այսպես բացի թողերտված, ինչեւ մենք հույսով եմ, որ Աստծո ողորմածությամբ այդ գործոնը իր տեղը դրեցինք, հասկանում եք եւ ազնվորությունը, ուրեմն եթե ինքը պրակտիկային հետևում է, գիտելիք չի զարգացնում, ինքը պաշտպանում է մի բան, որը չունի։ Հիշում եք, չէ՞, ես ասեցի այն ժամանակ։ Ու հակառակը, եթե ինքը շատ լուրջ լսում է, եւ դա նշանակում է, որ ինքը զարգանում է, բայց կանոններին չի հետևում, դա նշանակում է, որ ինքը զարգանում է, բայց իր զարգացումը պահող գործոնը չունի։ Եվ դրա համար իր հոգևոր պրակտիկան այսպես տապալվում է։ Բարձրանալ իշտել, ընկնել բարձրանալ, Եվ այդ ընկնել բարձրանալը կարող է օրվա մեջ մի քանի անգամ լինի։ Հասկացաք։ Հիմա առաջին փուլում ուրեմն կենդանեակը պետք է վերցնի, այսինքն դա փուլն է, որտեղ կենդանեակը ինքը հոգևոր կյանքը դարձնում է իր կյանքը։ Որտեղ ինքը ժամանակ է գտնում զբաղվել պրակտիկայով, ժամանակ է գտնում լսել գիտելիքը։
Այստեղ շատ կարևոր է, որպեսզի գիտելիքը ինքը լինի իրական հոգևոր եւ իրական հոգևորի հետ միասին համել լինի կատարյալ։ Մենք դες էլ բազմիցս քննարկել ենք կատարյալ գիտելիքի սիմպտոմները, չէ՞։ Իրանք եթե մի նախադասությունով ենք ասում, հոգևոր գիտելիքը իր մեջ պիտի պարունակի գիտելիք նյութական եւ հոգևոր աշխարհների ֆիզիկական եւ հոգեբանական կառուցվածքի մասին, հոգու մասին գիտելիք, աստծո մասին գիտելիք եւ այս բոլոր գործոնների համագործակցության մասին գիտելիք։ Զայնադեստիա, հա։ Համագործակցության մասին գիտելիք։ Եթե կան այս բոլոր գործոններից գոնե 2-3-ի մասին գիտելիք, ապա մենք կարող ենք ասել, որ այդ գիտելիքը ինքը իրական հոգևոր է, բայց կատարյալ չի։ Այսինքն գիտելիքը լինում է կեղծ, կեղծ մարդու կողմից, ես միշտ ասում եմ մի խոսքով, այդպիսի գիտելիքը անպայման իր մեջ պարունակում է շովինիզմ, որովհետև այդպիսի գրվածքները սովորաբար գրում են տղամարդիկ, հիմնականում այնտեղ անպայման կա տղամարդկային շովինիզմ, որտեղ տղամարդը իրեն հայտարարում է համարյա աստվածային էակ, կինն էլ անպայման ներկայացնում է դժոխքը։ Հասկացաք, հիմա այս շովինիզմը պարունակում է։ Երբ որ գիտելիքը ինքը իրական հոգևոր է, այսինքն տրված կամ անձամբ աստծո կողմից, կամ նրա մաքուր իրավների կողմից, ինքը շովինիզմից ազատ է, եթե լրիվ չի պարունակում գիտելիք, ուրեմն ինքը ճիշտ է, բայց կիսատ։ Կիսատ գիտելիքը ինքը իհարկե կարող է ինչ-որ մի չափով ապահովել հոգևոր զարգացումը, բայց այդ որովհետև ինքը կիսատ է, ուրեմն ճանապարհն է կիսատ։ Եվ անպայման գալու է մի կետ, ոնց ենք մենք իմանում, որ ճանապարհը կիսատ է։ Ճանապարհը մնաց կիսատ, եթե ես ունեի հարց եւ չկար պատասխան։ Ուրեմն հենց որ տեսության մեջ կան հարցեր, որոնց վերաբերյալ չկա պատասխան, հիմա տեսեք, այլ որ կա պատասխանը, չէ՞, ինքը այսպես է, պատասխանը կա, ես տեսնում եմ, որ ինքը կա, ես այդ պատասխանը կարդում եմ, բայց համարում եմ, որ էսի սխալ էր։ Էդի իմ պրոբլեմն է, որտեղ փաստացի պատասխանը կա։ Եթե պատասխանը կա, դա նշանակում է, որ ես եմ սխալ հասկանում իրան։ Ուղղակի դե պարզ է, թե գիտության մեջ եմ, ես երբեք չեմ մտածում, որ ինչ-որ մի բանը ես եմ սխալանում։ Ես միշտ մտածում եմ, որ միշտ դիմացինս է, չէ՞, սխալ մեղավոր կամ տգետ կամ չգիտեմ ինչ է, բոլոր տգետների ամենագլխավոր խարակտերի բնութագիրն է, որ իրանք լինելով տգետ համարում են միայն իրանց գիտուն մնացած բոլորին տգետ։ Եվ ուրեմն ազնվորությունը այդ բանը պետք է մի հատ այսպես պարզաբանի իր համար, եթե ինքը հասկանում է, որ գործ ունի իրական, բայց կիսատ հոգևոր տեսության հետ, ինքը պետք է, բայց իրան օրինակ ասենք ինքը պրակտիկան ավելի շատ է գալիս, ինքը կարող է ճանապարհի վրա կանգնել, բայց ինքը պիտի գիտակցի, որ գալու է մի պահ, որ ինքը պիտի քայլանի, այսինքն այդտեղից պիտի դուրս գա, հասկացաք, չէ՞։ Այդտեղից պիտի դուրս գա, որպեսզի կարողանա իր հոգևոր առաջընթացը ապահովել։ Հիմա այդ վայթի բակցին, այսինքն կանոններին հետևելու փուլը, ինքը ավարտվում է, երբ որ անձնավորությունը ինքը հաստատվում է առաքինության մեջ եւ զարգացնում է շատ ուժեղ կապվածություն Աստծո հանդեպ։ Այս փուլում կենթանիակը ինքը ստանում է լիարժեք ազատագրում։ Ազատագրման վիճակը ոչ մի բանի հետ հնարավոր չի շփոթել, ոչ թե համեմատել, այլ շփոթել։ Մեկ մարդիկ հարցնում են, ասում են, իսկ ո՞նց հասկանանք, որ մենք ազատագրվել ենք։ Ես միշտ պատասխանում եմ, եթե հարցնում եք, ուրեմն ազատագրված չեք։ Հասկացաք, չէ՞, որտեղ այդ վիճակը ընդհանրապես հնարավոր չի ինչ-որ մի բանի հետ շփոթել։ Հասկանում եք։ Այլ ոնց որ օրինակ ասենք, ես այդ առումով սիրում եմ բժերի օրինակները, գնայիքից հանդիմը, բոլորի տնից տեղից եղում,
Բայց ասենք տեսեք, դա նույն բանն է, որ մարդը ասենք ինքը ինչ-որ խախտում է ստացել և ինչ-որ մի բանի հետ է, չէ, իրար նույնացնում։ Մենք գիտենք, որ մարդիկ, որոնք իրենք կորցնում են գիտակցություն, իրենք կարող են իրենց նույնացնել նույնիսկ առարկաների հետ։ Մեկը կարող է մտածել, որ ինքը ծաղիկ է, մյուսը կարող է մտածել, որ ինքը թեյնիկ է, մյուսը կարող է մտածել, որ ուրիշ բան, որ ինքը շուն է, չգիտեմ, խախտված վիճակ կա, չէ՞, ասենք ինքը ինչ-որ կա բան ունի, էլի։ Ինչ-որ պայմանավորված վիճակ ունի, չէ՞, հիմա այլ պատկերացրեք, որ իրան սկսում են բուժել և ինքը վերականգնում է գիտակցությունը, որ ինքը այս մարմինն է։ Դա հնարավոր է ինչ-որ մի բանի հետ խառնել։ Հնարավոր չի, չէ՞։ Որ ինչի համար, որովհետև տեղի ունեցավ պատվի չկա ոնց է, մի հատ ասեք են։ Ինքը միացավ իրականությանը, չէ, հիմա նույն բան ազատագրված վիճակն է, ազատագրված վիճակում կենդանիակը ինքը հայտնվում է լույսի մեջ։ Այո, այդ հնարավոր է ինչ-որ բանի հետ շփոթել, որ դա հարց տալիս, ես ազատագրված եմ, թե ոչ։ Որտեղ ազատագրված կենդանիակը ինքը արդեն հակառակ է, ինքը այսպես բոլորի լայնը ասում է, ես բոլորը ճիշտ բոլորության մեջ եմ։ Որտեղ ինքը լրիվ ուրիշ տեղ է հայտնվել, ռեալ է հայտնվել, պրակտիկորեն է հայտնվել, հասկանում եք, չէ՞։ Այդ վայթի բաղձի վերջը պիտի լինի դա։ Քանի դեռ դա տեղի չի ունենում, դա նշանակում է, որ կարգավորված կանոնների պրակտիկան մենք կատարում ենք անկատար, այդ սևը ու սպիտակը, հասկանում եք, այդ ոնց որ արդյունքն է սև ու սպիտակ, տենց էլ իր նշանակությունը, եթե այդ արդյունքը չկա, ուրեմն չկա ճիշտ պրակտիկա, վերջ, այդ կարդստես գրած մտածես վերադառնաս զերո կետ, ոչ թե մտածես նույն ամեն ինչը գիտես, այլ վերադառնաս զերո կետ, այդ զերո կետից նորից մի հատ քեզ իստուգես, թե դու որ կետիցա, որ ինչ-որ մի բանը սկսել ես նես շանել ու չես կարողանում արդյունք ստանալ։ Երբ որ կենդանիակը իր ազատագրում է ստանում, դրանից ոչ շուտ։ Բակտերիոկան իրան տանում է այդ կարգավորիչ սկզբունքների երկրորդ փուլը, որ ինքը կոչվում է ռագաբակտի, հա։ Ռագաբակտի, ռագա խոսքը նշանակում է սպոնտան կապվածություն։ Այն մինչև կենդանի էակը ինքը չի ազատագրվել, այսինքն չի գիտակցել իր հոգին, չէ, ինքը չի կարող սպոնտան կապվածություն ունենալ Աստծո հանդեպ։ Երբ որ ինքը լսում է Աստծո հանդեպ, ասենք կարող է հուզվի, չէ, իր մազերը կարող է միշտ կանգնեն, ինքը կարող է դողս կա, կարող է քարնալ, չէ, այդ ամեն ինչը, ինքը այդ ոնց այն բաներ կան, որ ասենք այդ կենդանիակի երբ որ դեղով անշարժացվել է, չէ, հետո երբ որ դեղի ազդեցությունը ինքը անցնում է, ինքը ոնց է սկսվում, չէ, ասենք պարկած է, միացած բանալու, չէ, դու մեկ ինչ-որ բաներ անում, չէ, այդ հոգու այդ շարժումներն են, երբ որ ինքը կամաց սկսում է զարթնել, երբ որ Աստծո մասին խոսում եք, իսկ դա կարողանի միայն մաքուր դվիրյալը, միայն մաքուր դվիրյալի շուրթերից լսելով Աստծո մասին, մենք կարող ենք այդպիսի զգացմունքների մեջ ընկնենք, հասկանում եք, որտեղ ինքը այդ մաքուր սիրո պրավադնիկն է, ինքը գիտի է ծերը, դրա համար որ ինքը խոսում է, ինքը ամիշապես հոգու է լինում։ Եթե կենդանիակը իրան թույլ տանի Աստծո մասին խոսալի պայմանավորված վիճակում, ինքը կարող է ազդի միայն կենդանիակի նյութական զգացմունքների վրա։ Այդ դրա սիմպտոմները մենք մանրամասն անցնելու ենք, էլի։ Ուրեմն այդ ռագը սատանան, դա արդեն այն փուլն է, որտեղ կենդանիակը ինքը ծիծաղալու խոսք կա, որ ասես ինքը հաստատված է հոգևոր պրակտիկայի մեջ։ Ինքը արդեն ապրում է նրանով, բայց այդ մակարդակում, որովհետև այդ բաները իրանք տարբերվում են գիտելիքի որակով։ Առաջի փուլում կենդանիակին տրվում է փիլիսոփայությունը, նյութական աշխարհը, իրականացվածքով, միջանշանքում պայմանավորված վիճակ, գոյավիճակների տեսություն, չգիտեմ ինչ բան, այդ ամեն ինչը, որի միջոցով ինքը պիտի հասկանա, թե ինքը ինչ կապերով է կապված նյութական աշխարհի հետ, այսինքն ինչով է նյութական աշխարհը իրան կոկորդից բռնել բաց չի թողնում, հասկացա՞ք։ Երբ որ ինքը այդ գիտելիքը ստանում է,
ինքը կամացկանված, այ ամեն անգամ, երբ որ ինքը եթե հասկանում է, մեկը ուշ շուտ ինքը արդեն ճիշտ է, էլի վարվում, ճիշտ է վարվում իր պայմանավորված վիճակի հետ և դրա հաշվի կամաց ազատագրում աստանում, չէ՞։ Հիմա, իսկ այս փուլում իրան տրվում ագիտելիք հոգևոր աշխարհի հոգեբանության մասին։ Եվ ինքը, այստեղ ինքը աշխատվում է միայն մաքուր նվիրավելի հետ, ուրիշ ոչ մեկի, կոչվում են աչարյաններ, կոնկրետ բանձիոկայի մեջ, նրանք են հոգևոր եկել ընտեր Չետանյայի հետ, ու թողել են շատ կարևոր գրվածքներ հենց այդ փուլի համար։ Ու ասենք այդտեղ ինքը լսում ամենակ մաքուր նվիրավներին, որոնք իրան ներկայացնում են հոգևոր աշխարհի հոգեբանությունը եւ այդ հոգևոր աշխարհի հոգեբանության ուսումնասիրությունների մեջ մնում այնքան ժամանակ, մինչեւ օրերից միոն իր առաջ այդ լույսը կողմակնում ու իր առաջ բացվում է հոգևոր աշխարհը։ Տեսեք, սա կոնկրետ պրակտիկա է։ Ոչ կախված է մահվան հետ, ոչ ինչի հետ, սա մենակ մի գործոնի հետ է կախված։ Ինչքան ենք լուրջ վերաբերվում մենք մեր հոգևոր կյանքին։ Ուրիշ ոչ մի բանից կախված չի։ Հասկանում եք, չէ՞, դրանից հետո այ գալիս է բաղաբակտիոն։ Հենց որ ինքը սկսեց տեսնել, իր մոտ արդեն հոգին բացարձակ զարթացա, բայց դեռ չի դիտակցում իր հոգևոր մարմինը։ Բայց ինքը զարթնած այն իմաստով, որ տեսնում է հոգևոր աշխարհը, այդ ամեն ինչից էքստազի մեջ է անում։ Բայց դեռ չի հասկանում, թե այդ բոլոր հարաբերությունները, որ ինքը տեսնում է, որ նա իրան է։ Այս վիճակում նվիրալ ինքը, այսպես ասեմ, 24 ժամից 23-ը սիրում է լինել մեդիտացիաների մեջ, այսինքն սիրում է հոգևոր աշխարհը տեսնել։ Ինքը իրականում բացարձակ այս աշխարհից կտապված ազնվորություն է դառնում իր համար մնալ այս աշխարհում, կոնտակտ ունենալ այս աշխարհի հետ, դա ամենաբարդ գործն է։ Դրա մասին մենք հետագայում խոսանք, այստեղ ամենակարևորն է, որ այդպես սկզբում իրան ինքը որ տեսնում է հոգևոր աշխարհը, ինքը հրճվում է բոլոր հարաբերություններով, ինչ որ է տեսնում է։ Հետո կամաց իրան ինչ որ մի հարաբերությունը ավելի շատ ուշադրություն դրել, եթե ինքը որակավորված հոգևոր ուսուցիչ ունի, հոգևոր ուսուցիչ ինքը միանգամից ֆիքսում է, որ ինքը արդեն հոգևոր աշխարհը տեսնում է, այդ ժամանակը որ ինքը մոտենում է, իրան մասնատում ընդեղ այս ինչն է։ Այսինքն ժամանակախնդիր իր համար, որպեսզի ինքը կարողանա միանգամից կենտրոնանալ այն հարաբերությունների վրա, որի իրանն է։ Եվ որ իրը կենտրոնանում է այդ հարաբերությունների վրա, ինքը կամաց վերականգնում է այդ, գիտեք ոնց որ ինքը հələ իրան չի տեսնում, ոնց որ ասենք ես ձեզ տեսնարում եմ, չէ, ես ինձ չեմ տեսնում, չէ, հասկացաք, չէ, այլ ասենք ես կարողանում օրինակ եմ արել, շատ կոնկրետ օրինակ եմ բերում, կարող եմ ձեռքերս տեսնել, ես ինչս տեսնել, բայց ես չեմ գիտակցում, չէ, ես ինչ տեսք ունեմ, հասկացաք, այդ հոգևոր ուսուցիչն է, ինքս բայդի որ դու տեսնում ես օրինակ, այդ գոբին ձեռքը հասկացար, կամ դու անգերոս ձեռքը հասկացար, ու իրան ինքը սկսում է ուշադրություն գրավել, ուշադրություն դարձնել ինքն այդ հարաբերությունների վրա, ու վերջնական վերականգնում է իր հարաբերությունները Աստծո հետ, կենտրոնանալով այդ հարաբերությունների վրա։ Ու ժամանակ գերագույն աստվածությունը սովորաբար անձամբ գալիս է կենթանեակի առաջ կանգնում ու եթե որոշվում է, թե իրան ինքը դրմնում է, որ գործ պիտի անի այս աշխարհում, արդեն հենց այդ պահից դաշի տիշտան իրան տանում։ Որով այսպիսին է ընդհանուր ճանապարհ։ Մենք ձեզ հետ արդեն մտել ենք այդ վայքի բակտիի մեջ, որտեղ նախասկրտնական հոգևոր դաշտ մտնելու ընդհանրապես ամեն ինչն է քննարկվում։ Այստեղ Բաքրինո Թակուրը ինքը սկսում է խոսակցությունը նրանից,
որ նյութական աշխարհում ապրող կենդանիները իրանք լինում են երկու տեսակի։ Առաջին տեսակը դա դրանք են, ովքեր որ նյութական կապվածությունների ստրուկ են։ Այսինքն իրաց նյութական կապվածությունների իրանք մի շատ լավ օրինակ ունեն, ես այդ օրինակը շատ եմ սիրում, իրանք ասում են այդ նյութական կապվածությունները, ուրեմն ինքը այսքան նյութական կապվածությունները իրանք այդ մի հատ լավ օրինակ ունեն, այդ օրինակն են բերում, որ դա նման է, հենց կարող է Հնդկաստանում դուք տեսած կլինեք, որ մարդիկ իրանք մի հատ շատ դաժան սովորություն ունեն, որոնք իրանք իրականացնում են, որպեսզի իրանից ավելի հզոր կենդանում ենթարկացնեն իրանց տարապես ցուրեր կարող իրանք շատ զոր մարմին ունեն, շատ խոշոր են։ Ու երբ որ այդ ցուրերին օգտագործում են այստեղ այնտեղ բեռներ տանելու համար, իրանք որ կատարեցին, այդ սաղ բեռը 5 րոպեում օդս կծնդացնեն, իրանց քթի մեջ անցքելանում, ու այդ հաստ կանատներ են անցկացնում, որը գտնվում է մարդու ձեռքերում։ Ու ինքը հասեց ապահում իր գլուխը, որտեղ ինքը հենց մի քիչ սարսավանանում, այդեղ շատ դոպա չէ, մաշկը իրան ցավում է։ Ու իրանք այդպես դարձնում են կենդանում հնասանդ, սանձահարում են, մարդը շատ է սիրում, ինքը սիրում է, որ ինքը ազատ է, բայց ուրիշին կարող է սանձահարում։ Ուրեմն այդ դրանք, ովքեր որ համարվում են նյութական կապվածությունների ստրուկները, արիացիները իրանք ասում են իրանք նման են այդ ցուրին, որը այդ թելով իրանք քթի մեջ, որտեղ այդ կապվածությունները իրանց պարացնում են, ոնց ուզում են, Նրանք, ովքեր որ կապվածությունների ստրուկներն են, նրանք ունեն հետևյալ մաները, սովորությունները, իրանք կարող են ընդունել կարգավորիչ սկզբունքները, որտեղ կարգավորիչ սկզբունքները իրանք բանանել, կարգավորում են կենդանեակի նյութական կյանքը, այսինքն կարգավորիչ սկզբունքները կարմայի, գյանայի և յոգայի։ Ինչի համար, որովհետև իրանք այս բոլոր երեք էտապները իրանք իրականում ունեն շատ կարևոր նյութական արդյունքներ։ Մեկը դա նյութական գոյության կարգավորումն է, մյուսը իմաստության ձեռքբերումն է, մյուսը միստիկական ուժերը։ Այդ ամենը չէ կենդանեակին ինչի համար պետք, որտեղ ինքը ունի ինչ-որ նյութական կապվածություններ, որը իրանք ղեկավարում է։ Առաջին դեպքում ինքը այսպես ուզում է նյութական երջանկություն։ Նյութական երջանկության հետևից վազելով կենդանեակը ինքը ցանկացած նսեմացման պատրաստ է։ Իմաստունները իրանք թեթև արդեն արժանապատվության զգացում ունեն, ու ամեն ինչի հետևից չի, որ իրանք կգնան, այսինքն ամեն ինչի չի, որ իրանք թույլ կտան իրենց կապվեն, որ հետո էլ, գիտեք, կենդանեակի համար դրանից ավելի արժանապատվությունից ցածր վիճակ չկա, քան երբ որ ինքը կապված է ստորությանը, օրինակ կապված է հանցագործից, կամ հասկացած չի մասնախոսքը, այդ իրականում կենդանեակի համար դրանից ավելի ստորացած վիճակ չկա։ Հասկանում եք, ինքը որտեղ է հասել էլի, ինչը կարող է սիրի, չէ՞։ Ուրեմն այդ ազդանորությունները իրանք կարող են ինչ-որ մի օգուտ ստանալ այդ պրոցեսներից, ինչպես համոզմուն ունի բաքսիլոթակուրը, միայն մի դեպքում, երբ որ իրանք և կարման, այսինքն և գործողությունները, և իմաստությունը, և կենտրոնացումը, չէ, բանանանում են, ընդունում են բակցիի միջոցով, այսինքն այդ սիրո աստծո հանդեպ վերաբերմունքի լավացման միջոցով, գիտելը որ այսպես ասենք էլի բակցին, Բաքսիլոթակուրը իրանք ինքը ասում է, որ այդպիսի ազնվորությունները իրանք կարող են համաձայնվել լինել այսպես կոչված վաբաշմադահմայի մասնակիցներ, իրանք ուրեմն լինելով այդ պրոցեսի մասնակիցները, իրանք ուժ են ստանում ընդհանրապես
կատարել իրենց պարտականությունները եւ հեշտ, ընդհանրապես միշտ հիշեք, այնտեղ որտեղ որ կա իրական բարոյականությունը, հա, այնտեղ կա միշտ մի հատ այդպիսի գործոն։ Ընտանիքի գոյությունը ապահովելու process-ը հեշտանում է։ Հասկացաք, չէ՞։ Ուրեմն եւ Բաքսիմոն Թակուրը ինքը այդ կամպանիան շեշտում, որ նրանք ովքեր մտնում են հոգևոր կյանք, յութական կյանքը կարգավորելու համար, անպայման տեղի է, եթե ինքը ճիշտ են զբաղվում հոգևոր կյանքում, տեղի անենում այդ մի բանը, որ այդ բաների ապահովելու գործոնը ինքը դառնում է հեշտ։ Այդ փոփոխությունը, ազգանությունը պիտի անպայման իրավրան զգա, հա։ Հիմա, իսկ նրանք ովքեր որ ընդունում են բարոյականության, այդ վաղաշնտարվա կոչված է, էդի բարոյականության կանոններն են։ Նրանք ովքեր որ ընդունում են բարոյականության կանոնները, արիացիները նույնպես բաժանում են երկու մասի։ Իրանք խոսում են դրա մասին, որ կան մարդիկ, որոնք իրանք բարոյականության կանոնները ընդունում են, հա, որովհետև իրանք նպատակն է հասնել Աստծուն։ Եվ իրանք հասկանում են, որ ամենաառաջի խնդիրը, որ իրանք առաջի քայլը, որ իրանք պիտի անեն դեպի Աստված, դա այն է, որ իրանք պիտի գործեն այնպես, ինչպես դա իր համար հաճելի է։ Այսինքն ինչ է պետք, բացիոկա դա ճանապարհը, որտեղ կենտանիակը վերջում հանդիպում է Քրիստոսին, հանդիպում է Աստծուն, լավ այսպես ասեմ, որտեղ մենք խոսում ենք բոլորի համար, չէ՞։ Հանդիպում է Աստծուն։ Հիմա այդ հանդիպելու համար հելիք չի, չէ, որ ասեք մեկ իրար զանգենք, ասենք, բարի բան, ես իր պարկում վաղը ես ու դու հանդիպում ենք Աստվածը։ Ինքը ասի լավ, ես կգամ, դա տեքստ չի, չէ։ Այսինքն ինքը ինչ-որ մի հատ նույնիսկ մարդիկ են, չէ, այդպես, որ երբ որ դրանք համաձայնվում են ինչ-որ մի հանդիպման, չէ, որպեսզի ինքը համաձայնվի, իրան կամ շահ պիտի ունենա, կամ զգացմունք։ Ուրիշ ոչ մի պատճառ չկա։ Կամ կարեկցանք, լավ, երրորդ կամպանիան տվեցրենք։ Որ ասեք զգավոր ինչ-որ մարդը իր կարիքն ունի, ինչ-որ վար վիճակի մեջ է, բան դուրս կա կոնտակտի, չէ, ուրիշ պատճառ չկա, չէ։ Հիմա այ Աստված ինքն էլ իր պայմանները ունի։ Տեսեք որ դա կասեմ, չէ, ես միշտ ասում եմ, որ ուրիշ դարաշրջաններում, երբ որ դարաշրջանը ինքը աստվածակենտրոնն է, չէ, այդ աստվածակենտրոն դարաշրջաններում կենդանիակը ինքը բան է, էլի, ոնց ասեմ, կենդանիակն է ինքը շահագրգռված իր զարգացման մեջ։ Այսինքն շատ կոպիտ ասեմ, Աստված իր տեղը ծանր կանգնած, հա, կենդանիակը ինքը հասկանում է, որ Աստծո կարիքն ունի։ Ու հոգևոր կյանք դա այն է, որ ինքը դա հասկացավ, ու ինքը սկսում է շարժվել դեպի Աստված։ Ինչքան մոտ է, կան լավ, չէ։ Հիմա աստվածամերժության դարաշրջանում ծնվում են այն կենդանիակները, որոնց գլխավոր հիվանդությունը դա անկախության ձգտումն է։ Եվ դա ինքնըստինքյան նշանակում է, որ իրանք Աստծո կարիքը չունեն։ Այսինքն եթե Աստված ինքը մնա իր տեղում կանգնած, ոչ մեկ դեպի իրան չի գալու։ Այդ է որ անում արշինացիա թարակին։ Եթե կոպիտ ասենք, ինքը մոտենում է Աստծուն եւ ասում է դու չես նկատում, որ իրանք դեպի քեզ եկող չեն։ Սա այն հոգիներն են, որտեղ առաջի քայլը պիտի դու անես։ Հա? Եթե դες պատկերավոր ասեմ, Աստված այդտեղ մի հատ բանի մեջ է, որ ոստ է։ Կարիքն իրանցն է, ու ես պիտի առաջի քայլն անեմ, ինքն ասում է, եթե շատ եմ էլի կոպտ ասում, ոստով տրամադրությունս կանք, հա։ Նրանք ամեն իրան ერთին ասում է, դե իրանք իրոք քո մասնիկներն են, ու իրոք դու իրանց սիրում ես, չէ՞ որ սերենքը ամեն ինչ կարող է, որ նա խնդիրը որ չես կարող առաջի քայլն անես։ Ամ ասում եմ, դիտարկի բան ասցի, դետի ոնցա, շատ է, մեկի բանանում, բայց որ այդ բանը, լոգիկո, տրամաբանությունը հասկանակ, էլի թե դա ոնց ալին։ Եվ այդտեղ տեսեք ինքը, որ աստվածամերժության դարաշրջանում ինքը ենթարկվում առաթային ու այդ առաջի քայլը անում, հա, չէ՞։ Աստվածամերժության կենդանիակները այդտեղ լկստվում են։
Եվ որ իրանք ընդունում են հոգևոր ճանապարհը, իրանք մի հատ բան տրամադրություն ունեն, որը ոչ ճիշտ ասել, որպես նվիրալ, ես դες միշտ մի թեթև ռաստրաժենիան ունեմ, էլի, որտեղ պաստեսնում ես, որ կենթանյակը չի գնահատում, էլի, դե իմ իրականում ինչ ա տեղի ունենում, որ ինքը աստված ուղղակի քայլ ա արել դեպի քեզ, ոչ ես խաղացնում, չեմ ուզում, ես ինչ եք իմ հետևից ընկել, ուրեմն ես այդքան կարևոր եմ, հասկացաք, չէ՞, ու չի գնահատվում, էլի քայլի բանը, ու տեսեք աստվածամերժերը, չէ, իրանք այդ ամենասիրուն երևույթին մի հատ ամենաայլանդակ անունն են, չէ, կպցվել, հոգևորսություն։ Իսկ իրականում, դե հա, բանսա, ես դա միշտ ասում եմ, որ ոչ մեկ չի հետքում, որ աստվածամերժության դարաշրջանում խաբերությունը, αφերիստությունը ծովի պես շատ է, հետի չենք հետքում։ Բայց չէ, որ ասեք այդտեղ դրա տակ անգնում համել Աստծո անկեղծ քայլը, չէ։ Հասկանում եք, ու մենք այդ կորուստն ենք ունենում, չէ, որ չենք կարողանում իր քայլը գնահատել։ Հասկացաք, ու ուրեմն ասենք այստեղ գերագույն աստվածավորությունը ինքը առաջին քայլն է անում, ու դա միշտ նշանակում է, որ ինքը մի քայլ անում է, կենդանյակը ինքը, եթե այդ քայլը ընդունեց, չէ, ինքը սկզբից այսպես շատ ուժեղ արտահայտվում է կենդանյակի կյանքում, ինչի համար, որ կենդանյակը ինքը հասկացա, որ ինքը կա։ Հետո մեկ էլ նվիրալը հանկարծ սկսում ազգալ, որ ինչ-որ մի հատ դատարկություն բանելով իր կյանքի մեջ։ Ու ոչ մեկ չի կարողանում հասկանալ այդ ինչ դատարկությունն է։ Ես ուզում եմ այսօր ձեզ բացատրեմ, թե դա ինչ դատարկություն է։ Այն որ գերագույն աստվածավորությունը ինքը մեր հանդեպ անում առաջին քայլը, որտեղ մենք անհույս ենք հոգևոր տեսանկյունից, անհույս կենդանիակներ ենք։ Ու եթե Աստված ինքը մեզ է տեղանտել, թողնի, մենք քանի գնանք, այնքան ավելի դեգրադացիա ենք ունենալու, ինքը գալիս է այսպես բաղանդելուն, որ այստեղ կանգնի, հա։ Եվ որ աստվածությունը ինքը վերստում է հոգևոր կյանքը, չէ, այդտեղ գերագույն աստվածավորությունը ինքը ոնց որ քայլ արեց, քեզ լակուրեց, հա, ու հետ ավերադառնում նստում իր գահին։ Աստված դեպի բան։ Հասկացաք, չէ, այսքանիք սկզբից մոտենում է, բացատրում է մեր եւ իր կապի կարևորությունը։ Հետո հենց որ մենք հասկացանք, հա, ինքը վազելով շուրագալի, վերադառնում է նստում է իր տրոնին, ասում է դե հիմա արի։ Հասկացաք։ Ու եթե այդ դե հիմա արին, մենք չենք սկսում անել մեր քայլերը, իսկ մեր քայլերը առաջի հերթին դա պրակտիկայի մեջ հաստատվելու ջանքերն են։ Նա որ միանգամից ճիշտ այդ ամեն ինչը վերցնում է, իր մոտ ամբողջ գործընթացը լցված է լինում ուրախությամբ, երախությամբ, ցնծությամբ, թեթևությամբ։ Գիտեք, այն մակարդակի, որ ասենք, եթե դու քեզ տրանսպորտ ապեր, ես իմ ամուսինը մենք դրա միշտ բաներ ենք անում, էլ ինքան դարքիր էր, ասենք այդ օրերը երբ որ ես պատմել եմ ձեզ, որ ինքը ժամանակ երբ որ ինձ քարոզում էր, ինքը քարոզում էր մի քանի հոգու, այդպես ուտելիք էր սարքում, գալիս էր աշխատանքի տեղը, նստում էր, խոսում էր, բան, հետո տուն էր ճանապարհում, շատ հաճախ ոդկով, բա։ Բայց եթե մենք տրանսպորտ, հենց որտեղ մոտենում էինք, մեր պետք է կաս տրանսպորտը գալիս էր, որտեղ ինչ-որ մի հատ բան էր քեզ պետք, մի հատ քայլ էր անում, որտեղ այդ ինչ-որ քեզ պետք էր, սենց ինքն իրան հայտնվում էր, հասկացանք, չէ՞, այդ պրոցեսն է տեղի ունենում, եթե դու լուրջ ես վերաբերվում։ Եթե չէ, հա, ուրեմն այդտեղ տեղի է ունենում կանգար, իսկ երբ որ կանգար է, այդ միանգամից նշանակում է, որ քո շուրջ սկսում է, դու ինքդ քո շուրջ սկսում ես սարքել հերթական ճահիճը։ Քո կյանքում էիր, նյութական կյանքում էիր, ճահիճ սարքել քո գորությունը, հիմա էլ հոգևորում ճահիճ սարքեցիր։ Հասկանում եք, և նստում ես այդ ճահիճի մեջ, ոչ ողբը տապակասում, ոչ մենակությունը տապակասում, ոչ հիմարությունը տապակասում, ոչ նմանը չի պակասում, նոր ճահիճ ես գտել քո համար։ Հիմա էլ նստում ես, այստեղ ես լացում, որ դու զոր ես, որ քեզ չեն գնահատել, հիմա էլ Աստված քեզ չի գնահատել, դու հույս ունեիր, որ ինքը պիտի գնահատի, ես իմ ես եմ, հասկացաք, չէ՞։
Ուրեմն այդ ստրուկտուրայի տեսանկյունից խոսանք, ուրեմն այդ բարոյականության օրենքները վերցնողները, եթե իրանք նպատակ են դնում հասնել Աստծուն, իրանց մեջ այդ թեման կա։ Ինչի համար սա շատ կարևոր աստվածամեժության դարաշրջանում, որտեղ աստվածամեժության դարաշրջանում մենք միշտ շրջապատված ենք մարդկանցով, որոնք իրական հոգևոր տեսանկյունից մաքուր չեն։ Չէ՞, օրինակ տեսեք, այլ հեռու չեք գնում։ Այն մենակ, եթե մենակ ուրիշ ոչ մի բանը չվերցրեք մսակերությունը և ինտոքսիկացիաների հանդեպ հակումը։ Ասեք, մարդ ինքը կարող է մեր տեսակյունից լինի շատ բարի, չգիտեմ, բարոյական, հավատարիմ, եսիմիջման, բայց այդ, որ ինքը սիրում է ուրիշի մի սլտի, էդի արդեն իրա ներքին աշխարհի մասին է խոսում, որ իրա ներսում ինքը գիշատի չնա։ Հասկանում եք։ Ու վсё, չէ, դες պրծակ։ Էդի եթե հատես է, ծեր է սև ու սպիտակով եք խոսում։ Հասկանում եք։ Ու հիմա այև որ կենտանյակը ինքը իրոք հոգևոր կյանքն է վերցնում, չէ, ինքը հասկանում է ինքը ինչ-որ, ես միշտ ասում եմ, օրինակ իմ մոտ ես այդ սենտիմենտալությունը ունեցել եմ, ինձ թվում է, որ եթե դու արդեն վերցնում ես հոգևոր կյանքը, չէ, ինչ-որ փորձում ես բարձր ստանդարտների հետևես ես ինչը, որ շրջապատը պիտի դա գնահատի։ Ու ամեն անգամ, երբ որ իմինը այդ քո ճիքերը 100%-ով էր արհամարվում, ու մնում էր մենակ մի բանը, որ ես, ասենք, 3 օրինակ, բոլոր հարաբերությունների մեջ, և գործական, և այսպես, և այդպես, օրինակ, ես միշտ հիշում եմ, երբ որ ես աշխատում էի խոնարհության որակի վրա, որտեղ դա խոնարհությունը և համեստությունը, դա առաջին որակներն են, որի վրա ռեալը կենտրոնացած լինի, մի անգամ մեր ամբիոնում դասախոսներից մեկը, ինքը ասեց, իրանք արդեն սկսում էին նկատել, էլի, որ ես սկսել եմ փոխվել։ Իսկ ես իրանց հետ չեմ նստում, սուրճ չեմ խմում, խոսակցությունները պատժել, թեկուզ չեմ կարող ասել, որ այնտեղ մեր ամբիոնում մի տեսակ մակարդակ կար, էլի, եթե մենք նույնիսկ նստած խոսում էինք, մենք ինչ-որ մի հատ թեմա էր վերցվում, որի շուրջ մենք փիլիսոփայում էինք, բան էինք փորձում, էրուդիցիան բարձրացնող խոսակցություններ էին, որպես մինիմում, էլի, դեռ բամբասակ, ինքը շատ քիչ էր, էլի, բայց միևնույնն է իրանք զգում էին, որ ես այս մեկուսանում եմ։ Ու դասախոսներից մեկը ինձ մի օր կիներ ինքը ինձանից մեծ էր բավականին, ես ժամանակ 25 տարեկան էի։ Մի անգամ մի հատ շատ հետաքրքիր բան ասեց։ Ասեց, գիտես, ինձ փոխվել ես, ասեց, մի տեսակ առաջ ասում այդ դուր ամբիոն էիր մտնում։ Եմ որ սենց կաբլուկըտ կտնում էր կարիդորին, մենք զգաստանում էինք, մեզ անցան, խախու չեինք հասկանում, թե ես լապուտը ոնց է կարողանում սենց անի, որ մենք սա հավարվում ենք։ Մի հատ բան կար, որ իրանք ինձ միշտ ասում էին, ասում ես դու չես անում, որ մենք կամերկայությամբ չեք կարողանում անեկդոտ պատմենք։ Ու ես իրոք այդպիսին էի, էլի, հասկացա, չէ։ Ես իրան շատ լսում եմ, ինքին, որտեղ այդ պահին ինձ հետ Աստված էր խոսում, ինքին ասում էր, ես ինչ փոփոխություններ ունեմ, կարմի աչքերով, չէ՞, մաս ասում եմ, բայց ասում ես մի ծան փոխվել ես, ասում ես, ջուր խամի ստացել ես, ինչ ես պատերի տակով ես մանգարում, ասում եմ, հալավ ասում եմ, ջան, որն է, լավ է, ինչ որ ես ժամանակ էի, թե ինչ որ հետի վայր։ Ու ինքը գիտեք, ասես մի հատ նայեց, ասես, ինչ-որ է վաղթել ապետ լավ է։ Հասկացակ չէ, ես ես մնացի, դեր ես թվում եմ, որ բազում բոլորը գնահատել էլի, որ ես խորար եմ դառնում, ու գիտեք, արդեն բավականին տարիներ էր անցել, ես արդեն ամուսնացած էի, իսկ ես բակցի մեջ 8 տարի ինքնուրույն եմ շարժվել, հետո նոր եմ ամուսնացել, չէ։ Իմ ամուսինը մի օր ասեց, ասես դու միշտ այդ իլյուզիայի մեջ ես գտնում, որ քո բարոյականությունը կամ քո մաքրությունը էգոիստին ընդհանրապես հետաքրքրում է։ Դիչերը դա չես հասկացել, որ էգոիստին հետաքրքրում է մենակ այդ, թե ինքը ոնց կարող է քեզի վայելի, ինչ հարաբերություն ուզում է լինի, եթե ինքը քեզ չի կարողանում հարվում վայելի, ուզում ինչ ուզում հեշտակ են իրար, որ այդ ատկից չես, հակառակը ինչ կարող լի, հեշտակ ես, կարող լի վատ, որտեղ ինքը չի կարողանում քեզ վայելի։
Հասկացա՞ք, չէ՞։ Այսա այդ բանն է, որ հոգևոր մարդու համար սա շատ կարևոր է, որ ինքը հասկանա, չէ՞, ինչու համար, որ իր մաքրությունը երկու գործով պիտի լինի։ Առաջի հետին պիտի կարևոր լինի հենց իր համար։ Երկրորդ հերթին պիտի կարևոր լինի այդ բանը, որ ինքը հասկանում է, որ իր մաքրությունը դա այն առաջի քայլն է, որ ինքը պիտի անի, հա, որ իր ու Աստծո միջև եղած տարածությունը կրճատվի։ Այդ ռադիբոգը ձեռնձետը, հասկացա՞ք, չէ՞, որտեղ եթե հոգևոր մարդը հատկապես աստվածամերժության դարաշրջանում բարոյականության օրենքները ընդունում է, որ իր ամուսինը իրան սիրի, ինչ կներեք, իր ամուսինը իրան դավաճանում է անբարոյականի հետ, ինչի համար, որտեղ իրան բարոյականությունը չի, որ պետք է, անբարոյականությունն է պետք։ Նկատեք էլի վերջո դա, որ ինչքան ավելի բարոյական եք դառնում, այդքան իր համար ավելի անհետաքրքիր եք, բայց օգտագործվելիք։ Նաստիները տեղում են, հանգուստը մաքուր է, ինքը ուշտ է, հագած կապած դուրս է գալի, ում համար, որ իրան վայելի անբարոյականը։ Ինքը երբ բաշով գալիս ասում, վայ, գիտես, որ դու բարոյական ես, այս ամենը ինձ համար անում ես, պարտականություններ ես կատարում, դու արժանի ես, որ ես քեզ գլխիս վրա դրած մանրում, չէ, դու արժանի ես, որ ես վրա քո վրա գոռամ։ Ինչի, որ հանկարծ մտքից ծայրով չանցնի, որ դու մտածես, որ ես իրավունք չունեմ վայելեմ անբարոյականի հետ։ Ու առավոտից իրիկուն մտածես, թե ոնց բոլոր պարտականությունները կատարես, բայց վերջում ծեծված չլնես։ Չէ, ես ասենք ես, մի քիչ չափազանցված խոսանք, իմաստը դա է, չէ, հասկանում եք, ազնվորությունը, որ ինքը հատկապես աստվածամերժության դարաշրջանում, նույն բանը ես կարող եմ ասեմ տղամարդու համար, որով որ տղամարդը ինքը չափից ավել, էգոիստերի համար չափից ավել նվիրվում է իր ընտանիքին, ես ինչ է, հենց այդպիսի տղամարդկանց են, չէ, ամենաշատը դավաճանում։ Բայց այդ կնոջը ինչ է պետք։ Ինչ-որ մի հատ կրքոտ, կոպիտ բառեր չասենք, նույն բանն է, չէ, հասկանում եք մեզ չէ, որ նրանք տղամարդիկ, կղակ էլ նույնն է, իրանք էլ իրանց հերթին։ Գիտեք, ամենահետաքրքիր, ես չբանվել, այս ֆիլմեր տեսել եք, ֆիլմեր կամ ուտեղ էդի ամենց նրբությամբ հացուց տրվում էլի, որ կինը ինքը ամեն ինչ ունի, կամ տղամարդը ինքը ամեն ինչ ունի։ Ու այդ ամեն ինչի մեծ ես միան դանդար կաշկելով վաստանց իր համար տաղուր է։ Чего ему не хватало? Шлюхи. А ей чего не хватало? Самца. Հենց էդի հայտնվեց, կյանքը մեջը սկսեց եռալի կասկածալ, ես պար այս համար եմ ուզում ապրեի դու, տաղկալի մի պարտականություն կատարող ես յախք, հասկացաք, էդի որ դա այդ կնոր սրտի մեջ արդարություն չկա, մարդու սրտի մեջ արդարություն չկա, Հայաստանցամերժության դարաշրջանում այս էպիզոդը ինքը շատ հաճախ հայտնվող է, ու դրա համար շատ կարևոր է, որպեսզի հոգևոր մարդը այդ իր ճիքերը մաքուր լինելու, բարոյական լինելու, ընդհանրապես չկապի իրան շրջապատող մարդկանց հետ։ Ինքը պիտի հասկանա, որ ինքը առաջի բանը, որ ինքը պիտի հասկանա նա է, որ ինքը ապրում է էգոիստների շրջապատում։ Ու գիտեք, աստվածամերժության դարաշրջանը այդ իմաստով ունի մի հատ առավելություն, որ դա հասկանալը այնքան հեշտ է։ Որովհետև երեխան ինքը քանի դեռ կախված էր քեզանից, թվում էր, որ քեզ սիրում է։ Հետո հենց դու ինքդ իրան օգնեցիր, որ ինքը անկախանա, առաջի բանը, որ ինքը անում է, ինքը գնում է, չգիտեմ, Ամերիկա, Եվրոպա, որ դու տարիներով իրան չտեսնես։ Ու եթե դու ինքդ իրան չզանգես, ինքը կարող է ոչ մի անգամ քեզ չզանգի, չէ՞։ Կամ ասենք նույն բանը ամուսինն է, նույն բանը ծնողը, դու բոլոր հարաբերությունների մեջ, չէ, էդի այնքան պարզ է երևում, էլի, որ ասենք հենց որ մեծահասակը ինքն դու ծնողը, որ ինքը իր ամբողջ կյանքում, չգիտեմ, բանի մոմենտ ասում եք, մոմի պես վարվել է իր երեխայի համար, չէ, հետո գալիս է մի պահ, որ ասենք, եթե ինքը հիվանդացավ, իրան հանձնում են ծերանոց,
Այսինքն միշտ կա շատ հաճախ, այսպես ասենք, շատ հաճախ կա մի իրադրություն, չէ, որտեղ եթե դու բարոյական ես եղել ու դու պարտականություն ես կատարել, չէ, գալիս է ինչ-որ մի պահ, որ կենթանիա իր էգոիստական ինչ-որ բաներից դրդված, այդ քո ամեն ինչի վրա խաչակ հաշում։ Ու եթե դու դա անում ես իրանց համար, իրանց սերը ունենալու համար, իրանց ուշադրությունը ունենալու համար, դու ամեն քայլափոխին ջարդու փշուր ես լինում։ Չէ՞։ Եվ այդ դրա համար չէ, որ աստվածամեժության դարաշրջանում եւ կանայք եւ տղամարդիկ իրանք շատ հաճախ գալիս են մի հատ բանաձևի, որտեղ կանայք մտածում են բոլոր տղամարդիկ ամասուն են եւ ոչ մեկ արժանի չի, որ ես իրան ծառայեմ, ու եթե ես արդեն ազատություն ունեմ այս աշխարհում, որտեղ հիմա պիտի դեմոկրատիա է, չէ՞, եթե ես ազատություն ունեմ այս աշխարհում, ուրեմն ինձ պետք է вообще ես ամուսնանամ։ Այն ամենալավն է, որ ես ունեմ իմ տունը, մենակ իցաբար, ոնց ուզում ապրում եմ, ինչ ուզում անում եմ, ուզում եմ եփում եմ, չեմ ուզում չեմ եփում, ուզում եմ հավաքում եմ, չեմ ուզում չեմ հավաքում, ինչ է, մի հատ սեքսուալ կարիքն է, եւ որ այդ կարիքը ունենում եմ, գնում եմ բար, նստում եմ այնտեղ, մեկի հետ ծանոթանում եմ, սեքսուալ կարիքս բավարարում եմ, հենց անունը գալիս է, ասում եմ, պաշոն ողդաշա անունը չեմ ուզում իմանալ, գնա ազատ ես։ Եվ այդ նույն բանը անում է տղամարդը։ Տղամարդն ինքը մտածում է, բոլոր կանայք անբարոյական են։ Եվ ոչ մեկը արժանի չի, որ ես իր մասին հոգ տանեմ, չգիտեմ ինչ արել, ինչ արել։ Լվացքը սլվացքի մեքենան անում է, խիմչիստկաները կան, լիքը ուտելիքի վայրեր կան, չգիտեմ ինչ, մեկին մի հատ 2000 դրամ ես տալի գալիս է տունը մի հատ ալում է թողնում գնում, վերջանում գնում, այն մայլիս է ռոբոտներին կգցեն, բավշե գույտ կաֆե կան։ Չէ, ինչ ավարա պետք, բասարական հարաբերության, գնում եք նույն բարը, գնում եք այն նույն կնոջը, և առավոտեն ասում եք ամեն չեմ ուզում իմանամ, գնա ազատ ես։ Վերջ, իսկ եթե նույնիսկ անունդ ուզում եմ իմանամ, երկուս էլ հասկանում ենք, որ մենք իրար անունը ուզում ենք իմանանք ընդհանրապես մի շաբաթ։ Սա է, չէ՞։ Հասկանում եք, այսինքն եթե անձնավորությունը ինքը սպասելիք ունի պատասխանի, եւ որ այդ պատասխանը չի գալիս, ինքը ջարդվում է, եւ փոխարեն հոգեվոր կյանքում ավելացնի իր բարոյականությունը, գնում է դեպի դեգրադացիա։ Սա է քննարկում։ Դրա համար մեր դարաշրջանում ահա որ կարևոր է, որ անձնավորությունը ինքը որոշում է զբաղվի հոգեվոր կյանքով, այդ առաջիկ հայրերը պետք է լինեն այն, որ ինքը պետք է անկախացնի իր բարոյականությունը։ Այսինքն իր բարոյականությունը առաջերտին պետք է լինի իրան, ու իր համար պետք է մեկը լինի, թե ով իրան ոնց է վերաբերվում այդ բարոյականության դիմաց։ Հիմա տեսեք, որպեսզի դա տեղի ունենա, չէ՞։ Ինչ անհրաժեշտության առաջ մի անգամից կանգնեցինք։ Օրինակ, որպեսզի կինը ինքը կարողանա իր բարոյականության տեր կանգնի, ինքը պիտի աշխատի, չէ։ Որ իրան լքել, ինքը փոխարեն ջարդում շուրը լի ու մտածի, ես ինչ դառնա, ինքը կարող է ինքը իրան ապահովի եւ իր բարոյականության մեջ մնա հաստատված։ Դե բանը, չէ՞, զզվելի բան է, այդ դրան մենք պիտի հասկանանք ու պատրաստ լինենք։ Եվ դրա համար այս կետը, երբ որ ասվում է, որ եթե նույնիսկ կենդանիակը ինքը իր գործողությունները, իր իմաստությունը, իր կենտրոնացումը պատրաստ է, ասենք ուզում է օգտագործի իր վայրքի համար, չէ՞, ինքը դա պետք է անի այն պրիզմայով, որ պիտի նպատակը լինի Աստված։ Այսինքն իմ բոլոր ձեռքբերումները հոգեվոր պիտի անկախ անեմ, ես պիտի անկախ լինեմ։ Ինձ համար մեկ է, դուք ինչ պատասխան տվեցիք։ Գնահատեցիք, չգնահատեցիք, որովհետև երբ որ պատասխանը տալի Աստված, այսինքն ինքը պատասխանը տալի, այն ժամանակ, նայեք, ես գալիս եմ հոգևոր դաշտը ինձ ասում է, հոգնեցիք, հետաքրքիր է, ես գալիս եմ,
Եվ հոգևոր դաշտը ինձ ասում է, առաջի բանը, որ դու պետք է անես, դու պետք է վերցնես բարոյականության օրենքները, որովհետև Աստված դրանից գոհանում է, չէ՞։ Հիմա ես սկսում եմ ջիքեր գործադրել, որպեսզի այդ բանը վերցնեմ, այդ բարոյականությունը ինքնա Աստծո կողմից տված բարոյականության պլանկան վերցնեմ, չէ՞։ Տեսեք, որ դա հիմա այդ մենք դուրս գանք փողոց, ով է համարում, որ միս ուտելը անբարոյականությունը։ Կամ ով է համարում, որ ծխելն ու խմելն է անբարոյականություն։ Հակառակը չէ, մենք ուղղակի հակառակ պատկերացումներ ունենք, որ առնական տղամարդը բող կարա չծխի, չհասկացա, խզիկեց։ Հիմա մեր նոր սերունդի մեջ շատ քանդած երիտասարդներ, որ իրանք ակում չունեն, ոչ ծխելու, ոչ խմելու հանդեպ։ Հա, ու դա շատ լավ է։ Ու իրանք իրար վզիկ չեն համարում, բայց այն, որ այն ջում ենք կոչվում ենք, ոնց եք ասում, քյարթուհայ, հա, իրա համար չծխող տղեն վզիկ է։ Ու իրա համար հիմա Հայաստանը լցվել է վզիկներով։ Որտեղ չեն ծխում, ժամանակին, երբ որ ես սկսեցի ուսումնասիրել այս տեսությունը, ներկայացնում է Իրանին, բառը չէ, մի անգամից գրում ես ընտանիքի տանտամներին տալու, չէ, ներկայացնում էին եղբոր ինքս ես կապում չէ, որ ասես խելոք լսում են ինձ ժամերով, հետո ասես գիտես ասացի, ամեն ինչու դու պահվեցի, նենց սիրուն էր, ես նենց հավեսով էտ ամեն չեր կզբաղվեի, ես նայեցի ասում եմ, բայց կա, ասեց հա իհարկե կա, կարս ինձ ասես, երբ որ ես գործնական հանդիպման եմ, օգտի պայմանագիր կնքեմ, ես որ մի հայեն կարամ ասեմ արի դրամ քյարամ ուտելում։ Երկրորդ օրը առողջ Հայաստանում ես չեմ կարողանա գտնել մի հատ տղամարդ, որի հետ պատրաստ կլինի պայմանագիր կնքի, որտեղ այդ բաները մենք անում ենք ռեստորաններում, խորված օղի, աչքեր, սավնաներ, եսի մինչև խառնած, հասկացաք։ Ու ինքը այդպես էլ բաչ ասես չես կախում, ես ուզում եմ կարանամ, երևի մյուս կյանքում կզբաղվեմ, հասկացում եք, ես այդ պատասխանը հաճախ եմ լսել էլի, հասկացաք չէ, շեղեցի ինձ եղբորս հիշեցի, հա, որ ինը Աստծո կողմից տված բարոյականության մեջ, չէ, որտեղ ինը իրա տված, այսինքն ինքը պիտի պայմանը ասի, չէ, որ նա ինքը համարում առաջի քայլը, հասկանում եք, որ ես ինքս եմ որինում, թե որ դա բարոյականությունը, չէ, հիմա տեսեք, ասեք, ինքը ինձ ասեց, որ դա բարոյականությունը, ես փորձում եմ վերցնել, բայց, և որ ես իրան սկսում եմ վերցնել, ես մտածում եմ նրա մասին, որ հիմա ես սենց կանեմ, հոգեբաններն են շատ հաճախ տեսվարում, հա, ասեք, հիմա ես սենց կանեմ, ես իրենց կանեմ, ու բանը, իմ ամուսինը կփոխվի, մենք կդառնանք մտերիմներ, ինքը կգնահատի, եսի միջ կանի, չէ, ասկան մարդը ինքը էդի վերցրեց, որ հետո կիրարի ուրիշների հետ հարաբերությունները լավացնելու, ասկան ուրիշների հետ երջանիկ լինելու համար։ Հասկանում եք, այդտեղ ոնց ասեմ, էլի, այդտեղ Աստված պատասխան չի տալի։ Խնդրում եմ, միշտ հիշեք Աստծո մասին ամենակարևոր բանը։ Աստված ինքը ահավոր նուրբ է, ահավոր, ու ահավոր դաստիրակված է, վեժլիվ էլի, նրբանկատ է, հասկանում եք, ահավոր, այսինքն ունակ ինքը կողքից նայում է, տեսնում է, այս կենդանի էակին պետք է նրա գնահատականը, ու ինքը լուր նստում է, դուք ինչ-որ գործողություններ եք անում, իր ասածները վերցնում եք, բայց մենք պիտի հասկանանք ամենակարևոր բանը, հասկանում եք ինքը անձնավորություն է, և որ ինքը ասում է այսի վերցրու, ինքը ասում է, թե դու ինչ պիտի վերցնես, որ իրա հետ հարաբերություններ կառուցես։ Իսկ մենք այդ իրա ստանդարտը վերցնում ենք ու գնում ենք մի հատ էքի կամ որցի մոտ, որի համար ամենակարևորը էդի իրա վայելքն է։ Աստված գիտի ես այդտեղ ինչ եմ ստանալու, բայց քանի ես խելագարի պես այդ եմ ուզում,
ինքը ոչ մի բան չի անում։ Ես այդ ամեն ինչը վերցրած, տանյակով սկսում եմ այդ բաները կիրառել, մեկ էլ ստանում եմ 180 աստիճան հակառակ ռեակցիա։ Հա? Այնտեղ ես ինչ եմ մնում։ Ես ինում եմ ջարդում շուրջ, ես ինչը չեմ հասկանում, որ այն բարականության օրենքները, որի ես էի հետևում, ես դի Աստծուց պատասխան սպասեի, ոչ թե իրարից։ Այքը ձեն չի անում, ես նայում եմ, թե ես ոնց եմ դել տանջվում քրքրվում, շատ լավ գիտի, թե նա ինչու այլան պատասխանելու, այդ պատասխանը ստանում եմ, ջարդում, փշրվում եմ, նստում եմ Աստծո ջան, բայց ամեն ճարիցի մտածում եմ, ինչի՞ս է տղավ։ Հա? Հասկացաք, ոնց անում, երբ որ այն պատասխանը չես ստանում, այստեղ այս խոսքը, որ целью должен быть Бог։ Երբ որ վերցնում ես բարոյականությունը, ինքը ահավոր կարևոր է։ Ես փորձեցի ձեզ ներկայացնեմ, թե ինչի համար է ինքը այդքան կարևոր, հատկապես աստվածամերժության դարաշրջանում։ Աստվածամերժության դարաշրջանից դուրս, երբ որ կա աստվածակենտրոն պետություն, եւ որի մեջ ապրում են բոլոր նրանք, ովքեր ջիգեր են գործադրում դառնալ առաքինի, այնտեղ մի հատ շատ կարևոր գործոն կա։ Այնտեղ բոլորը գիտեն, թե որ բարոյականությունն է, որ Աստծուն դուր է գալի։ Եվ եթե ես ամուսինների վրա օրինակ բերեմ, չէ՞, ամուսինը ինքը գիտի, որ բարոյականությունն է, որ կնոջ մեջ Աստծուն է դուր գալի։ Կինը ինքը գիտի, որ բարոյականությունն է, որ տղամարդու մեջ Աստծուն է դուր գալի։ Եվ որ կինը կամ տղամարդը իրանք ջիքեր են գործադրում այդ բարոյականությունը վերցնել, որովհետև դիմացինի համար էլ է դա կարևոր։ Հա, իրանք իրար հետ շատ ուժեղ մտերմանում են, իրանք իրար հանդեպ հարգանք են ունենում, մինիմում, սեր են ունենում որպես նորմա, ու շարժվում են առաջ։ Հա, այդ միայն առաքինության դաշտում է, որ պարտականություններ կատարողները իրար գնահատում են։ Հասկանում եք, իրական առաքինության մեջ։ Ոչ իրական առաքինության մեջ, միշտ առաքինի անձնավորությունը ինքը ստիպված է համբերի անարդար վերաբերմունքը իր հանդեպ։ Եվ հոգևոր մարդը աստվածամերժության դարաշրջանում այսա պիտի գիտակցի։ Եթե ինքը սա գիտակցում է, ինքը հենց ամենաառաջի քայլերից իր մաքրության ճանապարհի մեջ լինում է անկախ։ Ու լինում է правильно ориентированный, հա? Ճիշտ կողմնորոշված։ Որ այս որ անում էի, այս դու ինձ ասեցիր, որ քեզ էսա դուր գալի։ Հա? Ու երբ դու դա անում ես, դու քո ներսում պիտի մշտական դա ունենաս, որ ես հիմա անում եմ այն, ինչ որ Աստված այդ ասել, ու սա է իրան դուր գալիս, հա? Ու ես պատասխանը պիտի սպասեմ իրանից։ Ու ես ես հավատացնում եմ, որ այդ ժամանակ, եթե ես այդ նույն ամուսինների օրինակը շարունակեմ, հա, եթե ձեր ամուսինը չգնահատի ձեր բարոյականությունը, շատ չափազանցված ասեմ, Աստված կդառնա ձեր ամուսինը։ Ինքը այնպես հոգ կտանի ձեր մասին, որտեղ ամուսնու ֆունկցիաները որոնք են օրինակ սեռականապետությունը չի, չէ՞, ինքը պիտի հոգ տանի, պաշտպանի, զարգացնի։ Այդ երեք ֆունկցիաները Աստված ինքը մեծ կվերցնի իր վրա, որ դու ընդհանրապես ոչ մի բանի կարիք չես ունենա։ Հասկանում եք, որովհետև դու ուրիշից չէիր սպասում։ Դու ճիշտ էիր ուղղված։ Հա, դու եկար հոգևոր կյանք, եւ որ եկար հոգևոր կյանք, դու ասեցիր, ես ուզում եմ իմ կյանքը դու կարգավորես։
ինքը ասեց, որպեսզի ես քո կյանքը կարգավորեմ, դու պիտի իմ դուրը գաս։ Որպեսզի դու իմ դուրը գաս, դու պիտի այսպես լինես, այսպես լինես, այսպես լինես։ Անկախ նրանից դու կինես, թե տղամարդ, հա։ Ու երբ որ դու ինձ բավարարելու համար ես այդ անում, ես էլ քեզ պատասխանում եմ։ Իսկ իմ պատասխանը միշտ տնում է օվկիանոսի նման, որի մեջ դու պրոստը կարաս խեղդես, այնքան ամեն ինչը շատ է լինելու։ Պրոստը դի որտև ես չափսերով տենց եմ, ես ոչ մի բանը պստիկ անել չգիտեմ։ Հասկացաք չէ։ Ու այս մոմենտը, այս կետը ինքը շատ կարևոր կետ է, երկրորդ անձնավորությունները, որոնք իրանք ընդունում են բարոյականության օրենքները, դա նրանք են, ովքեր որ իրանք այդ ինչ-որ կանոններ են ընդունում, որպեսզի նպատակ ունեն իրանց վայելքը։ Այլ որ իրանք նպատակ ունեն իրանց վայելքը, Մաքսիմ Թակուրը այստեղ մի հատ շատ հետաքրքիր բան է ասում։ Ինքը ասում է անկախ նրանից, թե քո շրջապատը քեզ լավ կվերաբերվի, կարող է եւ լավ վերաբերվի։ Մենք վատը քննարկեցինք, որտեղ այդ վատը հոգևոր կյանքը թողնելու կետն է, շատ կարևոր է, որ դուք այդտեղ ճիշտ դիտելիք ունենաք, որ ամուրը ունեք, հա։ Բայց կարող է եւ շատ լավ գնահատվի դա։ Չէ, օրինակ ես ունեմ աշակերտուհիներ, որոնց ամուսինները սկզբում այսպես մի վատ ռեակցիա տվեցին։ Ինչու՞ որտեղ ասենք կինը ինքը դարձել է այդպես, որ իր հետ չի լինում խմել, չգիտեմ, իր հետ հյուր չի լինում գնալ, որտեղ ինքը միշտ շուտում բոլորը կենտրոնանում են դրա վրա, այն մեկները մտածում է, դու շտապ ես, որ չես կարող դեցանես, որ քո կնիկը մի սուտի, չգիտեմ, ու խալմախալ բան է, էլի, որից ասենք ինքը դիսկոմֆորտի մեջ անկնում, չէ՞։ Հետո անցնում է ժամանակ, հա, ու իրանք սկսում են գնահատել այն որակները, որը ոչ թե կնոջ մեջ չկար, այլ որի մեջ ինքը հաստատվեց, շատ ավելի գրագետ է այդ բարոյականության բաները պահում, չէ՞։ Ու ես գիտեք ոնց է, էլի, իրանք չեն վիզարնում, էլի, որ սկսել են գնահատել։ Բայց սիմպտոմը որն է, իրանք սուս են մնում։ Так вот, молчаливая удовлетворенность. Հասկացաք չէ, եթե իհարկե կինը անում չէ, ճիշտ անում չէ։ Եվ ասենք, տեսեք, այդ դեպքում կենտաներակը ինքը պրոգրես է ունենում, էլի, սա է խնդիրը, որ ինքը պրոգրես է ունենում։ Մաքսիմ Թակուրը այստեղ մի հատ այնպիսի բան է ասում, իսկ ասում է, իսկ նրանք ովքեր որ բարոյականության կանոններ են ընդունում կամ բանաշանը դարմայի, այսինքն այդ հասարակական դիրքերի կառուցվածքի մեջ ներգրաված են լինում միայն իրանց բավարարելու համար, հա, ասում է, իրանք բոլորը գնում են դժոխքրով։ Հասկացաք։ Սա աստծո կարծիք է։ Այսինքն ինձ համար, ինչ ասում Աստված մեր այստեղ։ Ինձ համար մեկ է, թե դու ինչ ես անում, թե դու անբարոյականության միջոցով ես էգոիստ, թե մթոն բարոյականության միջոցով ես էգոիստ։ Ինձ համար ոչ մեկ է։ Որտեղ քանի դու էգոիստ ես, դու արժանի ես, արժանի չես խաղաղ կյանքի լացեց ասենք, հասկանում եք, չէ, և որ տեսեք ասենք մենք երբ բանով, բակավատանով, երբ որ կնայենք թե արացիները ինչպես են նկարագրում դժոխային մոլորակները, չէ, հնդեղ որակ այսպիսի բան ասվում, ասում եթե անձնավորությունը ինքը պրոստոտակ միսակեր է, որը չի առաջարկվել աստծուն, որպեսզի այդ սպանության մեղքից ազատ լինի, չէ, ուրեմն ինքը այնքան տարի է լինում դժոխքում, ինչքան որ մաս կա այն ամեն մի կենդանու վրա, ումից ինքը մի կտոր միսակեր է։ Չէ՞։ Բայց ասենք եթե մարդն այնքը հորինում, իր համար մսակերությունը դա չի նշանակում, որ ինքը անբարոյական է, ինքը բարոյական կյանքով ապրել է, լավ ամուսին է, լավ կին է, այդպես են է, իր դմտքով չի անցնում, չէ, որ ինքը դրա համար կարող է գնալ դժոխք։ Հա? Կամ ասենք, եթե մենք արդեն վերցնում ենք լուրջ այն արյական
բաները, էլի պահանջները բարոյականության, չէ, օրինակ արիացու համար իր կինը եթե 15 րոպե նստեր հեռուստացույցի առաջ, նայել ուրիշ տղամարդկանց, թե տղամարդիկ ոնց է սիրում ուրիշ կանանց, չգիտեմ ինչ, իր մեջ ինչ-որ ռեակցիաներ ունենար, մեկ էլ հանկարծ թույլ տար իրան ասել ես իր գեղեցիկ տղամարդը ինչ-որ մի հատ դերասանի, եկել մի բան էր, ոնց որ ինքը գնաց, քնեց, ինչ արեց, վեր կացավ, եկավ տուն։ Всё, ինչ բարոյականության մասնախոսքը։ Կալիյուկը դրա համար ասվում է, որտեղ այդ ներքին բարոյականությունը ինքը իրականում չկա, չէ, իրականում գիտեք ոնց է էլի, ինքը չկա, որտեղ ոչ մեկ էլ արժանի չի։ Ոչ այդ տղամարդիկ են արժանի հավատարմության, ոչ այդ կանայք են արժանի հավատարմության, ինչի որտեղ բոլորի միտքը սաղորը այստեղից է դեռ չանջալա է պես ֆրֆորում է։ Վայ սրա քիդներ լավը, վայ սրա եսի միշտեր լավը, վայ եսի մինչ են սորել չում այդ գեղեցիկ տղամարդ տեսան, կդաց ամուսնու հետ սեռական հարաբերություն ունենա, որ պատկերացնի, որ այդ տղամարդու հետ, տանի չուտես խաղերի մեջ են, չէ, ամբողջորը։ Դրա բարոյականությունը որն է, արիացիների պոանկանն հասկացան, չէ, ու ասենք մարդիկ, չէ, հատկապես տղամարդիկ, այդ խանդոտ տղամարդիկ իրանք ովքեր են, խանդոտ տղամարդիկ ինքը ինչ ազգում, ինքը հետա չէ միշտ զգում, որ իրակիդը իրան հավատարի մաստիպված, ասկը միտքը ստեղ ընդրված ուզող է, այնքը մստած իրա կողքը, դերստացիցի մեջ, տարված, նայում է մեր ատուրիշ տղամարդում, ու եսի մուն գնաց իրա միտքը, ինքը հետ ազգում, չէ որ խանդում է, բայց որտեղ ֆիզիկապես կինը տան մեջ փակված է, կիններ մուդատ է գալիս, ասում չես ուզում իզանից, ինքը սրտի մեջի հավատարմությունն է ուզում, չէ, բայց ինքը երբեք չի մտածում, որ եթե կինը ինքը տենց տեսավ, չէ, ու իր հանդեպ օտարացավ տեսում, դա նշանակում է, որ ինքը որակ չունի, որ ինքը տենց է գնահատում, որ դե հավատարիմ լինի, նույնն է տղամարդը։ Երբ որ նայում ակինը ինքը մտածում է, որ ինքը լավ փոշի է մաքրում, ու տղամարդը իրան հավատարիմ լինի, տղամարդն իրան չի դիտարկում որպես հավատարմության արժանի, ինչու որտեղ իրանք էգոիստ են, վայելքը չես տանում, այն վայելքը չես տանում, ինչի կարիքը որ ունեն։ Հասկանում եք, առաքինի, իրական առաքինի մարդը, ինքը աստվածաբեժության դարաշրջանի մարդու համար այլմոլորակային է։ Իր հոգեբանությունը չի կարող հասկանալ ոչ մեկ։ Բացարձակապես անհասկանալի մարդիկ են, որտեղ չկա մոստ, շատ հազվագիտ են, էլի, աստվածաբեժության դարաշրջանում առաքինին ծնվում է, որ ինչ անի, ինքը արժանի չի այդպիսի ծնունդին, այսինքն աստվածաբեժության դարաշրջանում ծնվում են ընկած հոգիները, որոնք իրենք ազատություն են ուզում, այն հոգիները, որոնք իրենք հետևում են իրանց կողմից հորինված բարոյականության օրենքներին, այսինքն պլանկացվեց իջնում ամպլիտուդից ցածր, ու մեկ էլ մաքուր դվիրալները, որ գալիս են այդ ամեն ինչի փրկեն։ Առաքինի կենդանիակներ աստվածաբեժության դարաշրջանում չեն ծնվում, իրանք ծնվում են ինչ անել, իրանք ուրիշ բանի են արժանի։ Հասկանում եք, չէ՞։ Եվ այստեղ կենդանիակի բոլոր մուննաթները ինքը առաջանում է մի կետում, որ լինելով անբարոյական մտքի մեջ, եթե ինքը մարմնի մակարդակով դա չի իրականացվել, ինքը համարում է, որ ինքը բարոյական է։ Այսինքն, ինքը համարում է, որ ինքը բարոյական է, եթե ինքը օրեկան 50 անգամ մտածում է, թե իր կեսուրը երբ իր բարովասնհաս սատկելու պրծնի, բայց եթե ինքը դանակ չի վերցրել, կեսուրին չի մորթել, ինքը բարոյական է։ Ու պրետենզիա ունի, թե կեսուրը ինչի է իր բարդերաբերում։ Բայց կարող է այդ կեսուրն էլ առավոտից իրիկու զգում է, չէ՞ որ նստած մի հատ մի բան իմաստնես երազում, թե ինքը երբ է մեռնելու։ Եվ նույնն էլ հակառակը։ Կեսուրն էլ ինքը մտածում է, որ հարսը պիտի իրան սիրի, եւ որ ինքը առավոտից իրիկու կռիվ է տալի, որ իր տղան, իր կնոջը վատ վերաբերվի, որ ինքը բավարարի իր խանդը։
բայց եթե ինքը ֆիզիկապես ոչ մի բան չի անում, ինքը համարում է, որ ինքը լավ կեսուր է, հասկացա, չէ՞։ Այրացիների պոանքան մեր հասկացողությունները բարոյականության են մունատները, որ մենք ունենք, էլի, հասկացաք, այսօր այդ մունատները ունենք, ման պետք է մի անգամից մի հատ մտնի իր մեջ, տեսնի ինքը ինչ մտքեր ունի, թե ինքը իր մտքերում օրեկան քանի անգամա մարդասպան, օրեկան քանի անգամա դաժան, օրեկան քանի անգամա դավաճանող, օրեկան քանի անգամա սուտ խոսան, այսինքն բարոյականության ոչ մի սիմպտոմ չունի իր ներքին աշխարհում։ Հասկացաք։ Ու այդ սրա մասին էր այդ առաջի քայլը, եւ մենք այսօր կասում ենք դեռ մի հատ այսպես փոքր մի հատ էպիզոդ նայեցինք, որտեղ Բաքսիլոն Թակուրը ինքը սկսում է կամաց մտցնել, էլի, այդ դաշտը, որ ինչ է նշանակում իրական հոգևոր կյանքում, ինչ դեր է կատարում բարոյականությունը եւ ինչպես է դեռ պիտի մատնի աստվածամերժության դարաշրջանի կենթանի էակը, որը ինքը չունի ներքին մաքրություն։